Եթերում CBC FM-ի հայկական ծառայության նորությունների թողարկումն է։ Խոսափողի մոտ Աթիրա Իսրաֆիլն է։ Մայիսի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Բելարուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինին։ Այս մասին տեղեկատվությունը զետեղված է պետության ղեկավարի պաշտոնական կայքում։ Իրանը ողջունում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը։ Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնում կայացած միջոցառման ժամանակ։ Նրա խոսքով Իրանի նախագահ Մասուդ Փեզիշքյանը կարող է միջնորդի դեր ստանձնել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման գործում։ Հավատում եմ, որ այս հարցը կարտացոլվի նաև երկու երկրների ամենօրյա շփումներում, հավելել է նա։ Հեյդար Ալիևի քաղաքականությունը լուսավորեց ոչ միայն Ադրբեջանի, այլև ամբողջ թուրքական աշխարհի ճանապարհը։ Մեծ պետական գործչի ծննդյան 102-րդ տարեդարձին մենք խորապես հարգում ենք ադրբեջանական ժողովրդի համազգային առաջնորդի հիշատակը։ Այս մասին Անկարայում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի հարցերով վարչության պետի տեղակալ Այշե Ուզերը։ Թուրք-ադրբեջանական բարեկամության, համագործակցության եւ համերաշխության հիմնադրամի կողմից կազմակերպված պանելային քննարկումների շրջանակներում։ Նրա խոսքով Հեյդար Ալիևը ոչ միայն Ադրբեջանի ազատության եւ պետականության համար պայքարի ճարտարապետն էր, այլև իմաստուն ռազմավար, որը հաշվի էր առնում ամբողջ թուրքական աշխարհի շահերը։ Մեկ ազգ, երկու պետություն հայտնի ասույթը հիմք հանդիսացավ միջպետական հարաբերություններ կառուցելու պատմական տեսլականի եւ քաղաքականության համար, ասել է դիվանագետը, ընդգծելով Շուշայի հռչակագրի կարեւորությունը, որը երկու եղբայրական երկրների միջև հարաբերությունները բարձրացրեց դաշինքի մակարդակի։ Ադրբեջանի ազգային պաշտպանական համալսարանի ռեկտոր գեներալ-մայոր Գյունդուզ Աբդուլովը հանդիպել է եղբայրական երկրի ազգային պաշտպանական համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Էրհան Աֆյոնջուի գլխավորած պատվիրակության հետ, որը Ադրբեջան է ժամանել բարձր մակարդակի երկխոսության պլանավորված նիստին մասնակցելու համար։ Այս մասին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում։ Գյունդուզ Աբդուլովը տեղեկություններ է տրամադրել համալսարանի կրթական համակարգի եւ ուսումնական գործընթացի, համալսարանի ենթակայության տակ գտնվող մասնագիտացված ուսումնական հաստատություններ ընդունելության կանոնների եւ վիճակագրության, ինչպես նաեւ ապագա ծրագրերի մասին։ Նա խոսել է պետության ղեկավար Իլհամ Ալիևի կողմից ռազմական կրթական համակարգի զարգացման նկատմամբ ուշադրության, ադրբեջանական բանակում պրոֆեսիոնալ կադրերի պատրաստման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին։ Պրոֆեսոր Էրհան Աֆյոնջուն նշել է փոխադարձ այցելությունների կարևորությունը, որոնք դրական ներդրում են ունենում ռազմական կրթության ոլորտում երկկողմ հարաբերություններում։ Բաքվում շարունակվել է Հայաստանի Հանրապետության մի խումբ քաղաքացիների գործով դատավարությունը, որոնք մեղադրվում են խաղաղության եւ մարդկության դեմ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, ներառյալ ագրեսիվ պատերազմ վարելու, ցեղասպանության, ահաբեկչության ֆինանսավորման, իշխանության ապօրինի զավթման եւ Ադրբեջանի դեմ ուղղված այլ անօրինական գործողությունների մեջ։ Նախ դատարանում ուսումնասիրվել է Հայաստանի զինված ուժերի կողմից Խոջավենդի շրջանի օկուպացիայի եւս մեկ տեսանյութ։ 1993 թվականի ապրիլին հայերի կողմից նկարահանված տեսանյութում երևում է Ադրբեջանի Խոջավենդի շրջանում զինված զինծառայողների մի խումբ, որոնց թվում է Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը եւ մեղադրյալ Դավիթ Իշխանյանը, որը ներկայումս դատվում է։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է մայիսի 8-ին։ Մոտ ապագայում Բելարուսը համատեղ արտադրություն կհիմնի Ադրբեջանի ռազմաարդյունաբերական համալիրի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է պետական ռազմաարդյունաբերական կոմիտեի նախագահ Դմիտրի Պանտուսը, որը Բաքու է ժամանել վարչապետ Ալեքսանդր Տուրչինի գլխավորած պատվիրակության կազմում։ Բելարուսի եւ Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը ռազմավարական բնույթ է կրում եւ հայտնի է իր երկար պատմությամբ։ Ուստի մենք շարունակում ենք աշխատել պլանավորված եւ համակարգված ձևով, նշել է Պանտուսը։ Նրա խոսքով կողմերը ներկայումս քննարկում են համատեղ նախագծեր։ Այս աշխատանքը շարունակվում է եւ շատ մոտ ապագայում մենք կունենանք համատեղ արտադրանք, մասնավորապես Ադրբեջանի ռազմաարդյունաբերական կորպուսի հետ, ընդգծել է նա։
Մինչև 2026 թվականի վերջը նախատեսվում է ավարտել մեծ վերադարձ ծրագրի առաջին փուլը։ Այդ ժամանակ Ղարաբաղ եւ Արևելյան Զանգեզուր կվերադառնան 140,000 նախկին ներքին տեղահանվածներ։ Այս մասին հայտնել են Խանքենդի քաղաքի, Աղդերի եւ Խոջալույ շրջանների վերականգնման, շինարարության եւ կառավարման ծառայությունից։ Տեղեկատվության համաձայն մինչ օրս Խոջալու քաղաքում վերաբնակեցվել է 85 ընտանիք, 341 մարդ, իսկ Խոջալույ շրջանի Բալլջա գյուղում 172 ընտանիք, ընդհանուր առմամբ 811 հոգի։ Վերաբնակեցումը շարունակվում է ոչ միայն Խոջալույում, այլև Աղդերիում։ Այսպես Աղդերիի շրջանի Հասանրիզ գյուղ տեղափոխվել է 70 ընտանիք, Սուգովուշան գյուղ 180 ընտանիք, իսկ Թալիշ գյուղ 20 ընտանիք։ Մեծ վերադարձ ծրագրի երկրորդ փուլը բաղկացած կլինի 3 փուլից եւ կընդգրկի 2026-2040 թվականները։ Դուք լսեցիք CBC FM-ի լուրերի թողարկումը, հետևեք մեր լուրերի հաջորդ թողարկումներին։ Իսկ այժմ եղանակի մասին։ Բաքվում եւ Աֆշորոնե թերակղզում սպասվում է փոփոխական անպամատություն, որոշ հատվածներում թույլ անձրև, որոշ տեղերում տեղումները կլինեն ինտենսիվ։ Քամին հյուսիս-արևմտյան օդի ջերմաստիճանը գիշերը կկազմի 14-17, ցերեկը 20-25 աստիճան տաքություն։ Ադրբեջանի որոշ մարզերում սպասվում է անձրևոտ եղանակ, առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ, կդիտվի ամպրոպ եւ կարկոտ։ Օդի ջերմաստիճանը գիշերը կկազմի 11-16, ցերեկը 18-23 աստիճան տաքություն, լեռներում գիշերը 3-7 աստիճան, ցերեկը 7-10 աստիճան տաքություն։ Շուշայում, Խոջալույում, Խոջավենդում, Խանքենդիում սպասվում է 3-18, Աղդամում, Ֆիզուլիում 8-19, Ջեբրայիլում, Զանգիլանում, Գուբատլիում 7-20, Սլաչինում եւ Քելբաջարում 4-17 աստիճան տաքություն։ 102.7 FM